2015 թվականից հիմնադրված Coffee House ընկերությունը Գարնանը հայտնվեց քննչական կոմիտեի թիրախում։ Coffee House-ի սեփականատեր էր Հարություն Մկրտչյանի եւ Նարեկ Քեյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղի ունեցել 125 միլիոն ՀՀ դրամի վերականգնում։ Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր բացակայելու արգելքը։ Այս ամենից հետո, երբ Հայաստանի խոշոր ընկերություններից մեկը, որը մասնաճյուղեր ունի Երևանում եւ մարզերի տարբեր քաղաքներում, սկսել է նոր նախագիծ։ Coffee House-ի սեփականատերերը հիմնադրել են Fein by Coffee House սուրճի սիրահարների ակումբը, որը գտնվում է նախկին Արմատ ռեստորանի տեղում։ Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին քննչական կոմիտեից հայտնել էին, որ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական եւ վարույթային գործողություններ։ Այս գործողություններից հետո ընկերության գրեթե բոլոր մասնաճյուղերը փակ էին, որոշները կապարակնքված։ Արմլուրը դիմել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, որտեղից էլ հայտնեցին, որ այժմ այս քրեական վարույթի շրջանակում համալիր հարկային ստուգում է ընթանում, որի արդյունքները դեռևս չկան։